Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից 10 օր անց Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի։ Իրանի փորձագետների խորհուրդը ձայների գերակշիռ մեծամասնությամբ Ալի Խամենեիի որդուն 56-ամյա Այաթոլլա Հաջ Սայեդ Մոջթաբա Խամենեիին ընտրել է որպես Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ։ Աստվածային ողորմություն է երկնքից իջել մեզ վրա։ Խորհուրդը հենց նոր հայտարարեց նորին գերազանցություն մեծն Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի անունը։ Մեր սիրելի առաջնորդ, մեր պահապան։ Իրանի ժողովուրդը նոր առաջնորդի ընտրությունն ընդունել է մեծ ոգևորությամբ, երկրի փողոցներում ցնծություն է։ Շնորհակալ ենք Աստծուն, որ մեր հոգևոր առաջնորդ է դարձել մեկը, որին վստահում ենք։ Մարդ, որը վրեժ կլուծի իր հոր սպանության համար եւ երբեք ԱՄՆ-ի ճնշումների ներքո զիջումների չի գնա։ Վստահ ենք դրանում, նա Ալի Խամենեիի արժանի որդին է։ Աստծո ողորմությամբ հոգևոր առաջնորդ ունենք, Խամենեին երիտասարդացավ։ Իրանցիները պնդում են Մոջթաբան Իրանի հոգևոր առաջնորդի գերազանց իրավահաջորդ է։ Մարդիկ հպարտ ու երջանիկ են իրենց ընտրությամբ։ Գերագույն հոգևոր առաջնորդը Իրանում ամենաբարձր պաշտոնն է։ Այաթոլլան որոշում է պետության քաղաքականության ռազմավարական ուղղությունը, հանդիսանում է գլխավոր գերագույն հրամանատարը եւ նշանակում է երկրի առանցքային ղեկավարներին։ Մոջթաբա Խամենեին ստվերային կերպար է, նա Իրան-Իրաք պատերազմի մասնակից է, երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ, հանրային ելույթներ չունի եւ հարցազրույցներ չի տվել, սակայն 2 տասնամյակ աշխատել է հոր աշխատակազմում։ Կրտսեր Խամենեին Իրանի քաղաքականության վրա խորքային ազդեցություն ունի։ Շատերը վստահ են, պատերազմի ընթացքում հորը, մորն ու կնոջը կորցրած Այաթոլլան տեղի չի տա արևմուտքի ճնշումներին։ Ամենայն հավանականությամբ շարունակելու է Ալի Խամենեիի կոշտ քաղաքականությունը հավաքական արևմուտքի նկատմամբ։ Ժամանակին արևմտյան մամուլում նրա անունը շրջանառվում էր որպես միլիարդատեր, խոսվում էր նրա ֆինանսական մեծ հնարավորությունների մասին։ Ըստ մամուլի, նա Լոնդոնում ու Վիեննայում հսկայական ակտիվներ ունի։ Նոր գերագույն հոգևոր առաջնորդին հավատարմության երդում են տվել Պահապանների կորպուսն ու իրանցի դիվանագետների անունից Աբբաս Արաղչին։ Ամերիկայի նախագահը թեպետ հայտարարել էր Իրանի հոգևոր առաջնորդի ընտրության մասնակցության մասին, սակայն որևէ դերակատարում չի ունեցել։ Թրամփի պնդմամբ Խամենեիի որդու ընտրությունն անընդունելի է։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հայտարարել են, որ Իրանի ցանկացած հոգևոր առաջնորդի սպասվում է Ալի Խամենեիի ճակատագիրը։ Ի տարբերություն Թրամփի, Ռուսաստանի նախագահը շնորհավորել է կրտսեր Խամենեիին ընտրության կապակցությամբ։ Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է հոգևոր առաջնորդի ընտրությունը երկրի ու ժողովրդի միասնության դրսևորում է։ Այս ընտրությունը իսլամական ժողովրդի ազգային միասնությունն ամրապնդելու եւ կամքի արտահայտման դրսևորումն է։ Միասնություն, որն ինչպես ամուր պատնեշ բարձրացրել է Իրանի ժողովրդի դիմադրողականությունը թշնամիների դավադրությունների նկատմամբ։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին նշել է, Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին պատվարժան հոր որդին է, որը հեղափոխությունից առաջ եւ հետո տարիներ շարունակ մասնակից է եղել պայքարին։ Իսկ պատերազմը շարունակվում է նոր ուժգնությամբ։ Իրանը հարվածել է Բահրեյնի ամենամեծ նավթավերամշակման գործարանին Բաբկոին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իրանի հրթիռային հարվածից 3 մարդ է վիրավորվել։ Քուվեյթի մայրաքաղաքին Իրանի հարվածից հետո հրդեհվել է սոցիալական ապահովության ծառայության երկնաքերը։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի գիշերային հարվածներից հետո Թեհրանի Շահրան նավթապահեստարանում հրդեհները շարունակվում են։ Թեհրանում ոչնչացվել են բալիստիկ հրթիռների բազաները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազան ոչնչացվել է նաև Իրանի Իլամ նահանգի Էյվան քաղաքում։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ նրանց ռազմաօդային ուժերը ոչնչացրել են հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազայի ուժերի շտաբ բնակարանը։ Ինտենսիվ հարվածներ են հասցվում նաև Լիբանանին։ Արաբական երկրի հարավում բնակելի շենքի վրա Իսրայելի հարվածից զոհվել է առնվազն 20 մարդ։ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է իսրայելցիներին խուսափել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան մեկնելուց։
Դոնալդ Թրամփը Times of Israel-ին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետի որոշումը կընդունի Նեթանյահուի հետ համատեղ։ Թրամփի խոսքով Վաշինգտոնի ու Թել Ավիվի ռազմական հարվածների բացակայության դեպքում Իրանը կարող էր ոչնչացնել Իսրայելը եւ մյուս տարածքները։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ Միացյալ Նահանգների հարվածները դադարեցնելու դեպքում Իսրայելի պատերազմը շարունակելու անհրաժեշտություն չի լինի։ Իրանի դեմ պատերազմը լուրջ ճգնաժամ է առաջացրել էներգակիրների շուկայում։ Ռազմական գործողությունների ու ծոցի երկրներում նավթի արդյունահանման կրճատումների պատճառով սև ոսկու համաշխարհային գները կտրուկ բարձրացել են։ Brent տեսակի 1 բարելի գինը հասել է $120, աճելով 29%։ West Texas Intermediate տեսակն էլ թանկացել է 31%-ով։ Ակնկալվում է, որ մուսուլմանական երկրների կառավարությունները կսաստ են հանցավոր Միացյալ Նահանգներին եւ դաժան սիոնիստական ռեժիմին հակամարտկային գործողությունների համար, որպեսզի պատերազմը չտարածվի։ Հակառակ դեպքում նույն իրավիճակը կստեղծվի նաեւ տարածաշրջանում, եթե կարող ենք հանդուրժել նավթի 1 բարելի համար $200-ից բարձր գինը, շարունակենք այս խաղը։ Իրավիճակը լրջորեն մտահոգել է տնտեսագետներին։ Նրանք քննարկում են էներգետիկ շուկան կայունացնելու համար արտակարգ միջոցներ սահմանելու հարցը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։